Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ ողջունել իմ ալիքում, բարի գալուս նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին, շատ ուրախ եմ, իմ անունը Տաթև է, վարում եմ առօրյա ընտանեկան վլոգներ, դուրս էի եկել այսօր ֆոտոսեսիայի պայմանավորված, դուրս էի եկել ու նոր եմ տուն եկել, ասեցի մի հատ տաք սուրճ տնեմ ու զրուցեմ ձեզ հետ, ովքեր ինձ վաղուց հետևում են, տեղյակ են ու գիտեն, որ վաղուց է դադարել եմ տեսանյութեր հրապարակել, գրեթե ամսից ավել, հա, քանի որ զբաղված էի առանց հանգստյան օրերի աշխատում, ինձ հարմար չէր ու բացի այդ էլ ոնց որ ասած ստիմուլ չունեի, չի կարող վիդեոներ նկարել, քանի որ թեմաներ էլ չկար ու այդ առօրյա վլոգները չի ուզում նկարահանել, ինչպես տեսակ դուրս էինք եկել քաղաք, Սիրուն աշուն, աշնանային Սիրուն արևոտ վլոգ եմ նկարել ու հուսով եմ, որ ձեզ դուր եկավ այն ու խնդրում եմ, որ ապահովեք ձեր ակտիվությունը, գրեք մեկնաբանություններ, ինչ թեմաներ կուզեք հիմնականում նկարել, առօրյա, ոչ առօրյա, ինչ թեմաներից կցանկանաք նաև զրուցել, շատ ուրախ կլինեմ ու դա էլ ինձ ոնց որ ասած առիթ կտա ավելի հաճախ տեսանյութեր նկարահանել ձեզ համար, ինչու՞ չէ, չեմ ուզում հոգնեցնող ինչ-որ մի բան, ուզում եմ լուքս ցույց տալ, տեսեք, այսպես ինքը լրիվությամբ չի երևում, բայց միջև ներքև կրունկի հատված իջնում է, այս շոկոլադնի ինքը երանգ ունի, շատ սիրուն, շատ հավես, ինքը կարևորը չճմրթվող կտոր է։ Բարի երեկո աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ։ Վլոգը սկսում ենք ուշ երեկոյից, մի քիչ առաջ եմ վերադարձել աշխատակից ու մեր աշխատավայրում վաճառում ենք արդեն հայկական պրոդուկտներ, որոնցից ուզեցա կիսվել, որը որ ինքս էլ եմ ինձ համար վերցրել, բամիա եմ վերցրել մեր Շուշանից, արմյանսկի լավաշ, ապարանի պանիրը, դեպ ապարանինը ավելի շատ եմ հավանում, քան լորին ու շիրակը, չանախ, այս տեսակի և իհարկե բաստուրմա, որը որ արդեն փորձել եմ, շատ լավն էր և սուճուկ, այն որ հայկական ու իդեպ այն որ սենց ամանորյա բան է էլի, սենց ամանորի հետ եմ ասոցացնում, այնպես որ այս քանի օրը համեղ կսնվեմ։ Իսկ այս հատվածում Լիլիթս ինձ էր օգնում, խնդրել էի ամանները դասավորի, ինչը, ներքև բայ, հա, տիպը դուբայսկի է։ Այսպես երեխեք հիմա լավաշը կտրատեմ դասավորեմ, իրենց տեղը պանիրը կտրատեմ, պաստուրմա սուճուղ տեղավորեմ տարաների մեջ ու ուղարկեմ դեպի սառնարան։ Սիրում ես, հուսա կտրեմ կուտես, լավ, յոգուրտները գնացեք խմեք, մինչև անցնեմ գործի։ Լիլիթս է գալիս։ Լավ ես։ Այս երեկվա պատրաստված գաթաներն են, որը որ մի փոքր իմ սրտով չի, այնպես չի, որ ես միշտ այն ամենա ընտիժներն եմ ձեզ ասում, որ հա, շատ լավն է, շատ, քանի որ երկու տարբեր տիպի ալյուր էի խառնել, մի քիչ վատ որակի ալյուր ունեի, դա բնականաբար դեն չէի նետելու, դրա համար մի փոքր խմորը իմ սրտով չստացվեց, որտեղ երկու սորտի տարբեր, ինչպես նշեցի, մեկը վատ որակի ալյուր էր, բայց այնպես չի, որ շատ վատներ ու համեղ չէր, բայց այն որ ստոնաստո իմ սրտով չէր։ Իսկ այս հատվածում տոլմայի ֆարշն եմ պատրաստում, նաև կարելի է կոլոլակներ, կոտլետներ, այնպես չի, որ մենակ տոլմայի ֆարշի համար եմ սանում, կարող եք նաև բլինչիկի, նաև երևի թե ես է վերցնեմ, որտեղ շատ է ինքը, բլինչիկ պատրաստեմ։
Եվ այս հատվածում էլ հավի կրծքամսից պատրաստում եմ կիևյան կոտլետներ, ես դա շոտ եմ սիրում, այստեղ կատի մեջ թռչել եմ հացը, նաև սոխ պետք է աղա ու թողնեմ, որպեսզի իր համեմունքները իրեն մի գիշեր գոնե վերցնի, նոր պատրաստ է։ Հենց նոր նկատեցի, թե ոնց է ձմեռը մեզ հյուր եկել ու երեխեքի ոգևորությունը։ Կադրը չի փոխանցում, բայց ինքան սիրուն հանդարտ ցյուն է տեղում։ Հրաշք։ Ձմեռը մեզ հյուր եկավ։ Մեզ մոտ երեկո է և ռուլետ եմ պատրաստել թզի ջեմով, հիմա կիսեմ ու տեսնենք ներսում ինչպես է ստացվել։ Բարիկալուս սիրելիներ, բարիկալուս նոր վլոգ, մեզ մոտ հաջորդ օրն է և պատրաստում եմ սուրճ խմել երեկվա պատրաստածս ռուլետներով, որոնք այսպիսի տեսքում են, այստեղ ինչպես ասել էի թզի ջեմ է, իսկ այստեղ ունեի ելակի մուրաբա, որը որ բլենդեր եմ և ստացել եմ ելակի ջեմ, որը որ նույնպես շատ համեղ է ստացվել։ Իսկ եթե դուք եք սրճում ինձ նման, ձեզ մաղթում եմ հաճելի օր և բարի դիտում, ցայնս կտրվածը քան որ առավոտ շուտ է, բայց օրվա ընթացքում կանցնի։ Ուզեցի այս երկու մանիկյուրներն էլ ցույց տայի ձեզ, հիմա ուզում եմ ինչ-որ հետաքրքիր հաղորդում անցնել և սրճել և նաև կատարել մատներս, այս սկսենք սրանից, որը որ ֆիրման, չգիտեմ, անհասկանալի, գրված էր, որ շատ ինքը ուժեղ ու գրիպիցիել ունի, բայց ոչինչ չարեց, եմ ասում եմ փորձած թանան, փորձ մասնիդ պտի չբանանես, ճիշտ են ասել, այս Էվելինի իմ անփոխարինելի սոս, ինչպես գրված է, для хрупних и ломких ногтей, քանի որ իմը փշրվում է, կոտրվում է անդադ ջրերի մեջ, գիտեք, որ եթե իմ վաղուց հետևորդները ինձ ճանաչում են, գիտեմ, որ աշխատում եմ սրճարանում, հետևաբար եղունգներից չեն դիմանում, ու սա հիանալի միջոց է, կա սրա տարբեր տեսակները, սիրելիներս, ես վերցել եմ ինձ համապատասխանը, սա ուղղակի որպես թեթև ռոզվի երանգի վերջում կսում եմ ուղղակիորեն, նոր եթե ուզում եք վերցնել, խորհուրդ չեմ տասել, բայց սա միանշանակ կարող եք օգտագործել։ Այս բային մարդ չկա, ասեցի նստեմ մի քիչ հանգստանամ, թևիս վրա նոր եմ արել, այստեղ աչքս է բորբոքված, փորձում եմ ձեռքով ձեռք չտալ, որտև ամեն վարքին կարող եմ միկրոբներով վարակեմ։ Իդեպ մենք արդեն վաճառում ենք հայկական պրոդուկտներ, պանրեղեն, պաստուրմա սուջուղ, մուրաբաներ, ջեմեր, մեր հայկական շուշան, բամիա և փակոցներ, սուրճեր սառը, տարբեր տեսակի ապրանքներ, նաև ինչպես տեսնում եք, այստեղ պատրաստել եմ մեր այդ հայկական յուղով տապակած լոբի կանաչ։ Ես տուն եմ եկել ու փորձարկում ենք մեր լվացքի նոր գնված մեքենան։ Երեխաների հագուստն եմ միացրել, ցեցկի ռեժիմ, տեսնենք ինչպես կլվացնի։ Իդեպ նաև մեքենան իր հետ ունի նաև սուշկա, այսինքն չորացման ռեժիմը եւս ունի։ Լիլիթ, բարի լույս։
Դավեք գնա լիլ ջան իրական լիթ մի քիչ շանում է Пока լիլ Արի Տեսնում եք ինչպես տեսնում եք ջունը է կադրը չի փոխանցում բայց լավ մառախուղ է այսպես քնելու իսկական եղանակ մարդ չուզում դուրս գա բայց տեսեք այստեղ մարդիկ նույնիսկ իրենց շներին են դուրս բերել այս ժամերին որը որ մենք իրականում ալարում ենք նույնիսկ մեր երեխաների դուրս գնք արի շուն է տեսեք կանգնել ա վախից արի ես քո հետ եմ մի վախեցի ես արդեն մեր բակում եմ որ սենց երազում եմ տաք թեյի մասին, ահա որ ցուրտ է, ես ինքս էլ մրսկան եմ, տեսեք ես պիսիկին, մեծ իրան նոյիկ, իրևի մրսում է, ոչ իրանի իրանց, իրականում է, որ սենց ճատ հանդարտ ջունա, որ ասեմ ցուրտ է, ցուրտ չի, ես որ էությամբ սենց իմ օրգանիզմը մրսող է, տեսակով, տեսեք ինձ սիրունացիցներ ժնկան նստել, դե որ ոնց որ հեքիաթային լինի, պատկերացնում անտառում ինչքան սիրուն է, ապսոս կադրը չի փոխանցում, Ես տանն եմ ու որոշել եմ կռալյուկից չիր պատրաստել, հիմա առաջին անգամ եմ սա անում, ուղղակի եռմանջրի մեջ գցում եմ 1-2-3 րոպե ու դուրս եմ բերում իրեն, հետո կախում ենք, որպեսզի ինքը չորանա, բայց չգիտեմ մեծ չափսը ոնց է լինելու, Ահա այսպես, 3 հատ է, 4 հատ էր, քանի որ մեկը լղկված էր, լվացրեց երեխեքը կերան, իսկ սա զուտ սիրողական ուղղակի այնպես չի, որ հատուկ ամանորի համար եմ նախապատրաստում, եթե լավ ստացվի, հետևաբար նորից կանեմ, այսպես էլ ես Что это? День матери? Открой. Мамочки. Открой лист. Сейчас. По 2. Самая незаменимая вызвелюка. Сердеки, спасибо. Մեզ մոտ երեկո է, ես վաղվա համար ուտեսներ էի պատրաստում, ասեցի կիսվեմ, այստեղ բրնձով փլավ եմ պատրաստել, կորեական կաղամբով, գազարով, եգիպտացորենով, հավիկ կրծքամսով աղցան, իսկ այս տարայի մեջ նույն աղցանից է առանց մայոնեզի ու սմետանի, այստեղ հետո ուտել ընթացքում կավելացնեմ զեյթունի ցիտապտղի ձեթ կամ արևածաղկի, չգիտեմ, տեսնեմ որից կավելացնեմ, որպեսզի ավելի օգտակար լինի։ Այստեղ նաև դասավորում էի սառնարանը, այսպես կոնտեյներ ունեի, որոշեցի մաքրած գազարը տեղադրել եւ սխտորները եւս ստում է ինքը շատ նաև հարմար է կիրառելու կենցաղում, սա իրականում աբեդի համար է, երկու հատ ունեի, որոշեցի այսպես ակուրատնի դասավորեմ։ Այստեղ նոր գնումն է տորտերի համար, ինչպես տեսնում եք նախատեսված ափսե, որի կարիքը ունեի, առջևում ամանոր է եւ թխվածներ պատրաստելուց իրեն կօգտագործեմ սիրով։ Մեզ մոտ ուշ երեկո է, շարունակվում են գործերը, առօրյա խառը ընթացքի մեջ եմ, այստեղ գործի տեղը հասցրել եմ փլինչիկի լիստեր պատրաստել, հիմա ուզում եմ փաթաթել, բայց քանի որ շատ հոգնած եմ ուտես սկսել ոնց որ ասած երևալու չի, ուզում եմ այստեղից ձեզ հաջողություն մաղթել, շնորհակալ եմ տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, եթե հավանեցիք բաժանորդագրվեք եւ սեղմել զանգակոճակը, որպեսզի հետագայում ինձ բաց չթողնեք եւ առաջինը տեղեկանաք հետաքրքիր տեսանյութերից։ Սիրում եմ ձեզ, եղեք առողջ, ամենակարևորը երջանիկ եւ բարի։ Կհանդիպենք շատ շուտով։ Пока-пока։